Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի կառավարության խնդրանքով մինչև ապրիլի 6-ը երկարաձգում է իրանական էլեկտրակայաններին չհարվածելու որոշումը։ Բանակցությունները շարունակվում են եւ բավականին լավ գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Թեհրանը թույլ է տվել 10 նավթատարի անցնել Հորմուզի նեղուցով։ Թրամփը կրկնել է, որ հաղթում են Իրանի դեմ պատերազմում եւ շուտով ամեն ինչ կավարտվի։ Զուգահեռ Իրանում պաշտոնական մակարդակով հերքում են Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունները։ Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը դիմել է Թրամփին հորդորելով վերջնագրեր չներկայացնել Թեհրանին։ Նրա խոսքով պետք է հաղթեն եւ երաշխիքներ ստանան, որ պատերազմը չի կրկնվելու։ Փոխադարձ հարվածներն էլ շարունակվում են, կրկին թիրախավորվել են Թեհրանը եւ իրանական այլ բնակավայրեր, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք օբյեկտներ։ Պետքարտուղարությունը հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Արաբական Միացյալ Էմիրություններ այցելություններից, իսկ արդեն այնտեղ գտնվող ամերիկացիներին պատրաստ լինելու իրավիճակի հնարավոր վատ թարացմանը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ կոչ է արել Իրանի զինված ուժերին վայր դնել զենքը։ Այս ֆոնին Իսլամական Հանրապետության նախագահը դիմել է Մոսկվային շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանին Իրանին աջակցելու համար։ Զուգահեռ Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ամերիկյան բազաների տեղակայման վերաբերյալ հետախուզական տվյալներ չի տրամադրում Թեհրանին, քանի որ դրանց կոորդինատներն առանց այդ էլ բոլորը գիտեն։ Միևնույն ժամանակ Լավրովը հիշեցրել է, որ ռազմատեխնիկական համաձայնագիր ունեն Իրանի հետ եւ որոշակի ապրանքներ են տրամադրել Իսլամական Հանրապետությանը։ Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, կրկնել դա ԱՄՆ-ի պատերազմը չէ։ Նա հիշեցրել է Գերմանիայի կանցլերի խոսքերը, որ Իրանի դեմ տեղի ունեցողն էլ Գերմանիայի պատերազմը չէ, եւ Բեռլինը չի պատրաստվում միանալ իսրայելա-ամերիկյան ուժերին։ Բայց ես ցանկանում եմ, որ սպանությունները դադարեցվեն, եւ եթե կարողանամ կարգավորել այս հարցը, դա մեծ պատիվ կլինի ինձ համար, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Հայտնի է, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Կիև-Մոսկվա եռակողմ բանակցությունները ներկայում դադարեցված են Մերձավոր Արևելքում իրավիճակով պայմանավորված։ Սակայն ԱՄՆ-Ռուսաստան եւ ԱՄՆ-Ուկրաինա շփումները շարունակվում են։ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը տեղեկացրել է, որ երկու երկրի օրենսդիրները հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ-ում կարգավորելու միջխորհրդարանական հարաբերությունները։ Պետդումայի պատվիրակությունը նաեւ հայտնում է, որ առաջիկայում մի շարք կոնգրեսականներ կարող են պատասխան այց կատարել Ռուսաստան։ Վոլոդիմիր Զելենսկին էլ նախապես չհայտարարված այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։ Նախատեսված են կարևոր հանդիպումներ։ Մենք գնահատում ենք Էրրիադի աջակցությունը եւ աջակցում ենք նրանց, ովքեր պատրաստ են մեզ հետ գործակցել, նշել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են օգնել բարձրացնել Պարսից ծոցի անվտանգությունը։ Հունվարին ամերիկյան ուժերի կողմից Վենեսուելայում ձերբակալված Նիկոլաս Մադուրոն արդեն երկրորդ անգամ կանգնել է Նյու Յորքի դատարանի առջև։ Մադուրոին եւ նրա կնոջը մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում թմրամիջոցների մաքսանենգության, զենքի ապօրինի ձեռքբերման եւ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալու համար։ BBC-ն հայտնում է, որ երկրորդ նիստը տարբերվել է առաջինից, որի ընթացքում Մադուրոն մի քանի րոպե խոսում էր իր անմեղության մասին։ Այս անգամ Վենեսուելայի նախագահը եւ նրա կինը լռություն են պահպանել եւ ուղղակի լսել նիստում հնչող ելույթների թարգմանությունը։ Մոտ 1.5 ժամ նիստի ընթացքում Մադուրոյի փաստաբանները դատարանին խնդրել են թույլ տալ օգտագործել Վենեսուելայի պետական միջոցները Մադուրոյի եւ կնոջ դատական ծախսերը փակելու համար, սակայն դատարանը դեռ որևէ որոշում չի կայացրել այդ հարցով։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի ամերիկյան թղթադրամների վրա։ Թրամփի ստորագրությունը կփոխարինի ԱՄՆ գանձապետի ստորագրությանը, որը դրվել է թղթադրամների վրա 1861 թվականից ի վեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ֆինանսների նախարարի ստորագրություններով $100 առաջին թղթադրամները կտպագրվեն արդեն հունիսին։ Սքոթ Բեսենթի խոսքով չկա ավելի հզոր միջոց ճանաչելու Միացյալ Նահանգների եւ նախագահ Թրամփի պատմական նվաճումները, քան նրա անունը կրող թղթադրամներ թողարկելը։ Դիանա Գասպարյան, լուրեր։